Վերադարձանք գովազդից, շոկոլադները պակասել են, Դեռ մեկն է բարձրացել է։ Այո, շատ։ Մեր այս հարցազրույցից հետո վստահաբար շատերդ կունենաք վաճառքի հմտություններ ձեռք բերելու ցանկություն, եւ մեր այսօրվա հյուրերը կպատմեն այսպիսի հնարավորության մասին, որը կլինի ապրիլի 20-ից 25-ը։ Մեր տաղավարում է Լուսինե Վարդանյանը, Սարաջան Trainings ընկերության հիմնադիր տնօրեն, բիզնես կրթության էքսպերտ։ Ինգա Մուրադյանը, վաճառքների բիզնես տրեյներ, վաճառքների եւ բիզնես զարգացման ոլորտում ունի ավելի քան 18 տարվա փորձ, եւ Հենրիկ Համբարձումյանը, Rare Marketing Space-ի հիմնադիր եւ կրեատիվ տնօրեն։ Բարի առավոտ։ Բարև ձեզ, ինչպես հասկացաք, տաղավարում ունենք հյուրեր եւ կա իրադարձություն, որի շուրջը պետք է այս պահին զրուցենք։ Նախ ինչ իրադարձություն է, ինչ կապ ունի Գառնան հետ եւ առասեք օրինակ վաճառքը Գառնան հետ կապ ունի։ Ուղիղ։ Որովհետեւ ամեն ինչ տականում է, վաճառքը տականում։ Տրամադրություն է վաճառքը, չէ՞, նախ առաջ։ Այդ հարցին ինձ թվում է կպատասխանի ավելի ճիշտ Հենրին, էմոցիոնալ Վաճառքների առումով, եթե սկսեմ պատասխանել ես, ինձ թվում է իմ ու վաճառքը հետո ինքան կպատմի, բայց թե ինչի է մարդու մոտ Գառնանը առաջանում Արցնանում։ Կարենը շատ բան է արտանում մարդկանց մոտ, այն ինչ կապ ունի վաճառքի հետ։ Այո, որս հիշում եմ։ Առհասարակ մարքեթինգում չկա ինչ-որ կոնկրետ եղանակ, որ պետք է օգտագործել, որովհետև տարվա բոլոր եղանակներին մարքեթինգի մասնագետները ճիշտ պահը գտնում են վաճառքներ իրականացնելու վաճառքների թիմի հետ։ Հիմա ուզում ենք հասկանանք ինչի եք դուք այս պահը օգտագործում եւ ինչ է տեղի ունենալու Երևանում եւ Հայաստանում։ Իրականում դասընթացը սկսելու միտքը եղել է իմ կողմից, ես համալսարանում էի սովորում, Բոստոնից վերադարձա եւ հասկացա, որ պետք է ինչ-որ չափով իմ գիտելիքներով կիսվեմ։ Բայց խնդրում եմ տենց համեստ մի ասա, համալսարանում չէ, էլի ուղղակի ասա։ Հարվարդում, Հարվարդից եկա ու Ես որտեղ մտածի Բոստոնի պետական համալսարանից եք, Harvard։ այո։ Դուք եւ տասնյակ Նոբելա մրցանակակիրներ, մի երկու նախագահ, ապագա նախագահ, Չէ, հաստատ Հարվարդից վերադարձաք եւ հասկացաք, որ ինչ։ Հասկացա, որ պետք է իմ գիտելիքներով կիսվեմ, որովհետև նոր գիտելիքներ ունեի մարքեթինգի եւ վաճառքների վերաբերյալ, վերապատրաստումից հետո զանգարեցի Ինգային, որովհետև ես ու Ինգան արդեն մոտավորապես 5 տարուց ավել է ունենք հարյուրավոր ուսանողներ, ում կրթել ենք եւ որոշեցի, որ պետք է շտաբ կազմակերպել դասընթաց։ Եվ միացավ Լուսինեն, Սարաջան Trainings-ով։ Հետո Ինգան արդեն Եվ փաստորեն ունենք դասընթացներ, որի ընթացքում մարդիկ կարող են գալ եւ սովորել, թե ինչպես վաճառել։ Դասընթացը նեյրոմարկետինգից մինչև վաճառքներ, այսինքն նեյրոմարկետինգ հասկանում ենք, թե ինչպես է մարդը որոշում կայացնում, մարդու ենթագիտակցության մեջ ինչ process-ներ են տեղի ունենում, որից հետո նա որոշում է կայացնում ձեզ վստահել, որից հետո գնել ձեզանից, հա, եւ հետո նաեւ ինչպես անել, որ այդ մարդը պարբերաբար գա ձեզ մոտ, ձեզ վստահի, ձեզանից գնում կատարի։ Այս դասընթացը կիսվել է երկու մասի, նեյրոմարկետինգի մասին պատմում է Հենրին եւ վաճառքների մասին պրակտիկ արդեն պատմում է Ինգան։ Կարծում եմ, որ այս դասընթացները ուղղակի այսպես հասարակ մարդկանց համար չեն նախատեսված, ենթադրում եմ, որ սա շատ ավելի այսպես ընկերությունների համար է նախատեսված, ընկերությունների աշխատակիցներին վերապատրաստելու համար է նախատեսված, թե ուղղակի կարող եմ ենթադրենք ես ինքս մասնակցել եւ հասկանալ, թե ինչ է ինձ ներկայացնում վաճառքը։ Վաճառքը պետքա բոլորին, անկախ մասնագիտությունից, անկախ ասպարեզից, որովհետեւ առօրյայում էլ մենք վաճառում ենք մեր ծառայությունները, մեր ժամանակը։ Ուստի ասել մեզ ես միշտ տրեյնինգների ժամանակ ասում եմ սկզբից պետք է վաճառես քեզ, որ հետո կարողանաս քո պրոդուկտը վաճառես, այսինքն մարդը պիտի սիրի քեզ։ Դրա համար սահմանափակում դնել չի կարելի, եթե հետաքրքիր է թեման, անպայման կարելի է միանալ մասնակցել։ Այն մարդիկ, ովքեր որ վաճառքի մեջ են, ձեռք կբերեն հավելյալ նոր գործիքներ, ավելի հմուտ վաճառքներն իրականացնելու համար։ Նրանց, ովքեր վաճառքը հետաքրքիր է, նոր են ուզում մտնել վաճառքի ասպարեզ, միանշանակ ձեռք կբերեն հստակ ուղղվածություն ու կկարողանան ի սկզբանե ճիշտ սկսել իրենց կարիերան։ Սարաջան Trainings-ը միշտ կարծես թե դրսից է բերել մասնագետներ, որ դրսի, այսպես ասած, փորձել սփռեն այսպես Հայաստանում եւ հայության վրա։ Հիմա որոշեցիք մեր էքսպերտներին վերջով օգտագործել այս բուրըն եւ ծանր աշխատանքի մեջ, որովհետեւ Հարվարդն ավարտել, թե կամ նաեւ այլ պատճառներ։ Չեն ավարտել։ Դեռ սովորում եք։ Այո, Ինչքան մնաց։
Դեռ շատ։ Եվ առհասարակ պլաններում շատ շատ։ Ուղղակի գնալ Հարվարդ եւ արդեն վերադառնալ, ասել Ես Հարվարդից։ ես Հարվարդում եմ։ Դե տեսեք բրենդը ինչպես է կարողանում, ին բրենդի ուժ։ Մարքեթինգի մասին է խոսքը։ Սովորեք վաճառել ինքներդ ձեզ։ Եվ այսպես ինչու վստահեցիք մեր տեղական էքսպերտներին եւ զիջում են նրանք այնտեղի էքսպերտներին թե ոչ։ Իրականում մենք Մոռացեք որ այստեղ են։ Հա, իհարկե, իրականում իրանք էլ դրա մասին գիտեն։ Իրականում Sarrajan Trainings-ը շատ կարևորություն է տալիս գիտելիքներին եւ շուկայում տարբերվող ես Ինգայի հետ աշխատում եմ վաղուց, Հենրիի հետ Ինգան ինձ ծանոթացրել եւ շփվելով հասկացա, որ այն կոնտենտը կլինի, այն գիտելիքը կլինի, ինչը որ պակասում է հայկական շուկայում։ Հենրին ոչ միայն այս պահին Հարվարդում է սովորում, Հենրին ունի շատ background ունի, բավական թեկրթական, այո, մեծ փորձ ունի, թեկրթական, կխնդրեմ նաև այդ էլ պատմես, թե կրթական, թե աշխատանքային եւ Ինգան էլ արդեն 18 տարվա հայկական շուկայում առաջատար էլի կազմակերպություններում մեծ փորձ ունի որպես էքսպերտ, որպես վաճառքի, սպասարկման եւ առհասարակ բիզնեսի զարգացման էքսպերտ եւ Ինգան էլ եւս վերապատրաստվում է արտերկրում հիմնականում ու բնականաբար այդ երկու կոմպոնենտները որ եւ արտերկրում պատրաստում են եւ իրանք ներվիրված են իրենց գործին, սիրում են եւ ապրում ու աշխատում են դրանցով բնականաբար արդյունքները տեսնելով ես վստահ եմ շատ ավելի ծանոթ են ներքին մեր շուկային, հայկական շուկային, հայկական մենթալիտետին եւ իրականում դրսի էքսպերտները, որոնցից մեծ մասի մոտ ես ինքս վերապատրաստվել եմ, քեզ տալիս են գործիքակազմ, գիտելիք, բայց դու լինելով մասնագետ, ճանաչելով տեղական շուկան, սպառողին, իրանց վարվելակերպը, դա հարմարեցնում ես այստեղի սպառողին ու այստեղի պրոդուկտին, այստեղի առաջարկին, ուստի կիսվել մարդկանց հետ դրսի փորձով շատ լավ է։ Բայց եթե դու ամեն օրվա քո աշխատանքով ապացուցվել ես, թե դրանց որ մասն է աշխատում, այդ դրանով պետք է կիսվել։ Ես կարծում եմ իրականում այս սինթեզի ամենամեծ գրավականը հենց դա է, որ մենք մեր փորձով ենք կիսվելու։ Ոչ թե պարզապես գիտելիք ենք տալու, ոչ թե խոսելու ենք թեորիայի մասին, այլ կիսվելու ենք հենց այն փորձով, որ ամեն Աստծո օր մենք մեր աշխատանքի մեջ կիրառում ենք։ Հստակ լինելու են գործիքներ, ինչպես անել, որ տվյալ պրոդուկտը վաճառվի, ինչպես աշխատել մերժման հետ, ինչպես աշխատել հաճախորդի վարվելակերպի հետ, ոնց բերել իրեն այն կետին, որ այդ մարդը հասկանա, որ տվյալ պրոդուկտը իրան պետք է, ինչպես անել, որ ինքը վերադառնա, չէ՞ որ մեկ անգամյա վաճառքներ բոլոր տեղերում են լինում են, բայց հիմնական բիզնեսի զարգացման գրավականը այդ վերադարձող հաճախորդն է։ Այս բաների մասին ենք մենք խոսելու, որ թեորիան միշտ լավ է, բայց շատ ժամանակ դրսի թեորիան ներսի պրակտիկ, լոկալ շուկայում չի աշխատում։ Զգում եմ, որ ահագին սովորելու բան ունեմ։ Իսկ ինչպես կարելի է դառնալ մասնիկ այս ամենի։ Գրանցվեք։ Ապրիլի 20-ից 25-ին դասընթացները։ Բայց կարծում եմ մենք վերջին մի քանի տեղերն ունենք, որովհետև շտապ գրանցվեք, որովհետև մեր դասընթացները բավականին սպասված էր, բավական երկար ընդմիջում ունեցանք եւ ի ուրախություն մեծ մեր աուդիտորիան շատ արագ գրանցվեց։ Տեսեք աուդիտորիան էլ տակած է փաստորեն։ Այո։ Հերի, դուք աշխատել եք միջազգային բրենդերի հետ բավականին երկար տարիներ, էլի։ Որն է ամենամեծ սխալը, որ անում է տեղական բիզնեսը։ Տեղական բիզնես միջազգային բիզնեսը ավելի լոկալ չի կենտրոնանում, այլ աշխարհայացքը ավելի մեծ է, իրանց պոտենցիալ հաճախորդները միայն իրանց երկրում չեն։ Մենք մեր բրենդները կենտրոնանում են միայն Հայաստանի վրա եւ չեն տեսնում, որ Հայաստանից են կողմ կան վստահ հաճախորդներ, ովքեր հետաքրքրված կարող են լինել բրենդով։ Կարծում եմ միակ խնդիրը Հայաստանում եւ մեր դասընթացների մեջ ես ու Ինգան ներառել ենք, որ եթե ստեղծում ենք պրոդուկտ կամ ծառայություն, պետք չի նայել միայն լոկալ շուկային, այլ աշխարհին։ Կարելի է, քանի որ ես սիրում եմ հիմար հարցեր տալ, հիմար հարց տալ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ձեր դասընթացներում ամենաշատը պետք է հետաքրքրված լինեն այն մարդիկ, որոնք որ ոչ թե ուզում են ինչ-որ բան գնել, այլ ինչ-որ բան ուզում են վաճառել առաջին հերթին։ Այսինքն այն բիզնեսները, որոնք որ ուզում են դուրս գալ այդ իրանց կաղապարներից, կոմֆորտ զոնայից եւ այլն։ Ես ձեր հարցին պատասխանեմ իմ տեսանկյունից, ես
խորին համոզմունքս այն է, որ մեր դասընթացներով հետաքրքրված են մարդիկ, ովքեր ուզում են սովորել սկզբում, որովհետև դա շատ կարևոր է եւ մեր գաղափարախոսություններից մեկն է, երբ որ մարդը ցանկանում է առհասարակ լավ գիտելիքներ սովորել։ Վաճառելը, երբ որ դու ինչ-որ բան գնում ես, դու նաև կարող ես վաճառել։ Մեր դեպքում թե գնում, թե վաճառում վստահաբար 5 օրյա դասընթացից հետո երկու կողմն էլ ճիշտ որոշումներ կարող են կայացնել։ Եվ խնդիր, որը միշտ կա, կարծես թե չեն կարողանում ճիշտ վաճառել ապրանքը։ Սա շատ անգամ կարծում ենք ապրանքի խնդիրն է, շատ անգամ վաճառողի խնդիրն է, բայց ո՞րն է այստեղ խնդիրը, թեկուզ եթե այն պարագայում, որ լավ ապրանք է վաճառվում։ Եթե ապրանքը լավն է, ես գլոբալ ասում եմ, որ կապ չունի ինչ ապրանք է։ Եթե վաճառողը լավն է, կվաճառի ամեն ինչ։ Վաճառողը թե ապրանքը։ Վաճառողը։ Միանշանակ վաճառողը։ Խոսք կա, չէ, որ ասում են այն շատ վատ աղջիկները, որ քոր ուտոփալ 4 հատ աղջիկ ունենաս, տանը 4-ին կամուսնացնես։ Այ այդ հմտության մասին է խոսքը։ Լավ վաճառողի, լավ վաճառողի համար մեկ պետք է լինի։ Խտրականություն Դուք լավ եք գազեր մասի ռիլ կտեսնեի։ Եթե Զարան տեղադրի, ես միանշանակ կոմենտ եմ գրելու, որովհետև եթե Զարան այստեղ չի, ես այստեղ եմ Զարայի ամենալավ հետևորդներից մեկը։ Հորու տոմատամարտիկ տանը մնացած Չի կարելի խտրականություններ դնել ինձ։ Միտքներ Միտքն է այստեղ կարևոր։ Լավ վաճառողի համար իրականում նշանակություն պիտի չունենայինք ինչ ապրանք է վաճառում, որովհետև կան 3 կարևոր պունկտեր։ Դու պետքա սիրես այն ինչ որ վաճառում ես։ Անվճար դասեր է ուշադրություն։ Դու պետքա վստահ լինես, որ քո ապրանքը իդեալական ճանաչում ես։ Այո։ Այից մինչև ամենավերջին կարևոր կետերը գիտես բոլոր հարցերին կարող ես պատասխանել, վստահաբար ներկայացնել քո ապրանքը եւ ամենակարևորը դիմացինի մոտ ստեղծել տվյալ ապրանքի հանդեպ պահանջարկ։ Եթե ես գիտեմ իմ ապրանքը ու ես գիտեմ ձեր թույլ կողմերը, ես միանշանակ կհասցնեմ այդ մեսեջը ձեզ, որ այդ ապրանքը ձեզ պետք է, ուր եք գնում առանց տվյալ ապրանքի։ Միանշանակ։ Այդ է վաճառքի հիմնական հմտությունը, այսինքն այստեղ կարևոր չի ինչ ապրանք է, այստեղ կարևորը ով է վաճառում։ Մենք ապրում ենք 21-րդ դարում եւ արդեն գոյություն ունի արհեստական բանականությունը, որը որ շատ դեպքերում կամ օգնում է կամ խանգարում է։ Համենայնիվ մարդիկ դիմում են AI-ին, շատ դեպքերում անվճար, որովհետեւ ոչ մեկ չի ուզում վճարել, եթե ինչ-որ մի բան կա անվճար, ցավոք սրտի այդ։ Չի ասի, որովհետև շատ Դուք ժամանակ Հարվարդից եք եկել։ Մենք այստեղ պոլիտեխնիկ ենք ավարտել։ Ես սկսելով ես էլ ավարտել եմ տնտեսագիտական համալսարանը ու իմ կարիերայի սկիզբը հենց եղել է հայկական համալսարանը ու միայն հպարտանում եմ։ Հիմա AI-ը արդյոք այն մակարդակն է տալու, որը կարող եք տալ դուք, թե ոչ։ Եթե ուզում եք, եթե ուղիղ եթերում տեսնեք իմ եւ Ինգայի battle-ը, ապա կարող եք սկսել միանշանակ։ Որովհետև վաճառքի բուն այն ամենամեծ թույլ կետը ինչի վրա որ պետքա սխմես դու որպես վաճառող, էմոցիան է։ AI-ը դե չի հասել դրան, որ կարողանա էմոցիայի վրա աշխատել։ Այո, ես вообще ուղիղ համաձայն չեմ ձեր հետ, որովհետև եթե այսօրվանից չներգրավեք արհեստական բանականությունը ձեր գործիքակազմի մեջ, ապա դուք ուղղակի մի քանի տարով հետ եք ընկնում ամբողջ աշխարհից։ Արհեստական բանականությունը կարող է քո համար շատ սիրուն ու շատ գործող աշխարհի փորձը վերցնի ու բերի դնի գործիքակազմ, որ դու կարող ես կիրառել, բայց դիմացինի հետ աշխատելուց հենջան դու պետքա կարողանաս դիմացի էմոցիաների վրա աշխատել։ Իսկ երևի մենք դուրս գանք։ Ես առաջարկում եմ մենք գնանք իրենք հարցը։ Բայց իրականում չի կարելի միտեղ թողնել։ Ես առաջարկում Լուսինեին հարց տալ։ Լուսինե, կարևոր է օրը ժամը դասընթացի, սա նույնպես ինչ որ նշանակություն ունի պլանավորված առաջին օրը իմ ծնունդն է։ Այդքանը շատ է սիրում ինձ։ Բոլոր նվերները այդ օրը։ Այո, չէ, առհասարակ, եթե հարցը երևի թե հետեւյալն է, ինչ կարևորություն ունի օրը ժամը կարևորություն ունի, թե ոչ, այսինքն թեկուզ մարդու հոգեբանական առումով մոտեցման համար։ Որոշակի առումով այո, իհարկե ֆենշիով։ Ժամային առումով էլ մենք մտածել ենք։ Այո, վեդական ինչ է։ Վեդական վեդաներ։ Աստղան Բարեկա, որ ես չեմ կարող ասել։ Մի բան ասեք, խելոք ժպտացեք։ Կարևորը շփիթն է, չէ։ Ես կարող եմ հակերճ ասեմ, ուղղակի դասընթացի կարևոր է։ Օրը կապ չունի, երբ ենք դրել, բայց ժամը շատ կարևոր է։ Հարմարեցրել ենք այնպես, որ աշխատող մարդիկ կարողանան աշխատանքից հետո միանալ մեզ։ Դրա համար դասընթացները երեկոյան ժամը 7-ին են։ Ու քաղաքի այն հատվածում ենք փորձել տեղակայվել, հա,
որ հեշտ լինի հասնելը առանց այդ խցանումների։ Ամեն ինչ մտածված է։ Եվ իդեպ այդ հարցում նաև օգնել են արհեստական բանականությունը։ Միջալոց որ մարդիկ պրոբկաների մեջ 10-10 գանուտ ներվայնանալու։ Ես կարծացել եմ, որ Ռոստովի քաղաքապետարանը ուրեմն հասկանալով, որ Երևանի քաղաքապետարանը ինչ-որ խելացի բաներ արի AI-ի օգնությամբ մեր փոստերի հետ կապված։ Իրանք էլ են ուզում անեն, ուզում եմ հասկանամ, ժողովուրդ, այս Ռոստովից մարդ չկա, որ տենա որ մոտ ոչ AI-ով է փոստերի հարցը լուծի, ոչ առանց AI-ի։ Դա Սա խեչ։ Հա, կարող եմ խոսել։ Ես մի հարց ունեմ, ինձ հետաքրքիր։ Որն է բիզնեսի համար ամենավատ մարքեթինգը, թե թույլ վաճառքները։ Սկսենք նրանից, որ ի վերջո պետք է հասկանալ, որ վաճառքներն ու մարքեթինգը դա գրեթե մի ամբողջական օրգանիզմ է։ Եթե վաճառքները թույլանում են, մարքեթինգները թույլանում եւ հակառակը։ Այս դեպքում ուղղակի պետք է աշխատել իրար հետ եւ պլանավորված կոնտենտով, պլանավորված ստրատեգիայով։ Եթե լինում է պլանավորված ստրատեգիա եւ քննարկումներ հաճախ, ասած ինգայի երբեք չեն կարող սխալվել։ Շուկային պետք է ճանաչել։ Ուղղակի գիտեք, մի հատ շատ կարևոր բան կա։ Հաճախ ընկերություններում, երբ որ միանում ես խոշոր ընկերություններում ու սկսում ես իրենց հետ աշխատել, տեսնում ես մի հատ պատկեր, որը խանգարում է բիզնեսի զարգացմանը։ Մարքեթինգը բողոքում է, որ վաճառքները չի աշխատում, վաճառքը բողոքում է, որ մարքեթինգը լավ պոզիշնինգ չի անում։ Բայց այս հարցը պետք է ներքուստ արմատախիլ անել։ Առանց մարքեթինգ հնարավոր չի վաճառք անել ու առանց վաճառքի հնարավոր չի մարքեթինգ անել։ Դրա համար այն մի հատ շատ սիրուն բառ կա։ Մենք աշխատում ենք վաճառքների ու մարքեթինգի հետ խաչասերված, հա, այսինքն մենք մարքեթինգային վաճառքներ ենք իրականում սովորացնում, որովհետև եթե դու լավ մարքեթինգ ունես, բայց քո վաճառողը քո պրոդուկտը չի կարողանում առաջ տանել, արդեն գործի կեսը չի լինելու։ Եվ հակառակը, դու խոսում ես մի հատ պրոդուկտից, որի մասին ոչ մեկ չի լսել։ Այո։ Մեր ժամանակը իհարկե սպառվում է, բայց եկեք նաև մեկ հարցին անդրադառնանք, եթե սկսեք նոր զրոյից բիզնեսը, 3 քայլ կարևոր մարքեթինգի առումով եւ վաճառքի առումով, որոնք շատ կարևոր են։ Ով է պատասխանում մարքեթինգի ու վաճառքի, եկեք հասկանանք։ Մարքեթինգ եւ վաճառք։ Ինչպես հասկացանք, նրանք այսպես միասին են քայլում կողքի։ Տարանջատենք, որ հարց երկու պատասխան ստանանք։ Առաջինը վստահաբար կներգրավեի AI-ը եւ կհարցնեի AI-ին, թե ինչպես պետք է շուկան ուսումնասիրել ավելի արագ, եւ AI-ն կտա իմ երկրորդ պատասխանը, թե երկրորդ կետը որին պետք է ուշադրություն դարձնեմ։ Ինչ կասեք դուք։ Ես միանշանակ կասեմ, որ բիզնեսը կառուցվում է մարդկանց վրա։ Դա փոխել հնարավոր չի։ Շատ ուրախ եմ, որ կա նոր տեխնոլոգիաներ, բայց ամեն ինչ մարդկանց շուրջ է կառուցվում ու բիզնեսը իրականում բոլոր խոշոր սպիկերները կասեն, որ կառուցվում է մարդկանց վրա։ Ուստի պետք է հավաքել ամենաառաջինը ճիշտ մարդիկ, նույն ուղղության ու նույն աշխարհայացը, հա, ունեցող մարդիկ լինեն ձեր բրենդի շուրջ, ու այդ մարդիկ կարողանան տանել առաջ ձեր պրոդուկտը եւ ամեն օր չդադարել, աշխատել, ուսումնասիրել կոնկուրենտներին եւ ձեր թերի կողմերը, որպեսզի կարողանաք ձեր թերիները դարձնել առավելություն ու ի տարբերություն կոնկուրենտների փորձեք էլ ավելի զարգանալ։ Այսինքն բիզնեսի ամենամեծ գրավարկանը, պատասխանեմ ձեր հարցին, մարդիկ են ու ճիշտ մարդիկ։ Կարծիքները տարբեր են լինում եւ վստահ եմ, որ դասընթացների ժամանակ էլ ունեն մեկ առիթ մարդկանց հետ լսելու տարբեր կարծիքներ։ Լուսինե, եւս մեկ անգամ եկեք հիշեցնենք ամսի քանիսին, որտեղ, որ ժամին է տեղի ունենալու եւ ինչպես կարող են այն մարդիկ, ովքեր հենց հիմա հետաքրքրվածություն ունեցան, ինչպես կարող են դիմել։ Ինձ թվում է ուշ է արդեն դիմելու համար, բայց ասեք։ Ապրիլի 20-ից 25-ը երեկոյան ժամը 19-ից 21-ը Redison Blue հյուրանոցում տեղի ունենալու մեր դասընթացները։ Ով հետաքրքրված է, խնդրեմ կարող եք գտնել մեզ Instagram-յան էջով կամ զանգահարել կարելի է հեռախոսահամարով։ Սարաջան Training, այո, կամ Եվս մեկ անգամ հեռախոսահամար կարող ենք նշել, եթե մարդիկ հետաքրքրված են զանգահարելու համար։ 098 75 55 հեռախոսահամարով զանգահարել։ Հեշտ հեռախոսահամար։ 70-55, ես հիշեցի։ Կզանգեմ, ես։ Ես հասկացա, որ անգամ այս փոքրիկ հարցազրույցներ էր մտածված մեր հյուրերի կողմից, որովհետև նրանք գիտեն, թե ինչպես է պետք վաճառել իրենց եւ իրենց գաղափարները։ Հուսում եմ, որ այլ ավելի շատ կհանդիպենք եւ դուք կիսվեք ձեր հարվարդյան գիտելիքներով նաեւ մեզ հետ։ Անպայման, միանշանակ։ Շնորհակալություն։ Անվճար կիսվենք։ Շանտի եթերը, մնացած բոլոր դեպքերում միայն Վճարովի տարբերակով։ Այս պահին Գովազ շանտի եթերում։ Մենք էլ ենք փորձում ինչ-որ բաներ վաճառել։ Ստացվում է թե ոչ, գովազդ հետո կխոսենք։